Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, բարևներ բոլորից սիրելիներս, այսօր մեր մոտ ցանքի օր է, բայց հիմա ձեզ ցույց կտամ ինչպես են աճել մեր ծաղիկները մինչև ամուսինս պատրաստի հողը։ Սա մեր մոտ երկու տեսակի պիտունյաներն են աճում։ Այստեղ գազանյաններն են արդեն լավ մեծացել, պետք է պիկերովկա անենք, երևի երկու շաբթի օրվանից սկսենք պիկերովկա անել, ես ձեզ ցույց կտամ։ Սա մեր մոտ աճում է ցիներարիա գիբրիդն է, կարող եք ինտերնետով ման գալ եւ գտնել, շատ գեղեցիկ ծաղիկներ են ծաղկում։ Սա մեր մոտ ալիսյումն է, արդեն լավ աճել է, նայեք։ Այստեղ լաբելյաներն են մեր մոտ աճում։ Այս տարի մեր մոտ շատ վատ աճեցին պիտունյայի երկու սորտերը, բայց ոչինչ, սպիտակ պիտունյայից նայեք ինչքան քիչ է աճել, այսքան ընդամենը։ Սա էլ ռոզվի պիտունյան է մեր մոտ։ Այստեղ ալիսյումն է մեր մոտ աճում մանրից արդեն։ Ալիսյումը 3 գույն ունենք եւ մի հատ սպիտակ ամպելնի ունենք, որը որ պետք է կաշպոների մեջ տնկենք, թափվող։ Սա ինչն է ծլում պիտունյա է, սա էլի ծլում։ Ահագին լավ ծլում են, մենակ պիտունյայի երկու սորտն է շատ վատ ծլել։ Սա մեր մոտ բակոպան է, ամպելնի, նաև այստեղ ունենք բակոպան, նայեք ինչ խսիր ծլել է։ Սա մեր մոտ ամպելնի պիտունյաներն են այս տեսակի ամաների մեջ։ Այստեղ էլ ունենք, սա մեր բարեկամների բանջարեղենի սատիլներն են, նոր ենք ցանել Տիկին Մարինեին, գրեթե բոլորդ գիտեք, իրանց սերմերն են աճում, ու այսպես սիրելիներս, նայեք, դրսում ճիշտ է գարուն է, բայց ձյունը այնքան շատ է, կարծես թե դեռ ձմեռվա կեսը լինի մեզ մոտ Մոսկվայում։ Այստեղ մեր մոտ էլի լաբելյան է աճում, ցերեկը բացում ենք ցելոֆանը, գիշերը փակում ենք, որպեսզի համ մեր սատիլները խոնավություն ստանան, համ էլ լավ ծլեն։ Այստեղ մեր մոտ սալվիան է։ Սա մեր մոտ վեշնի ցվետուշի բեգունյաներն են ծլում 3 արկղ։ Ահագին լավ ծլում են, փառք Աստծո, գոհու շնորհակալ ենք։ Այստեղ մեր մոտ վիոլաներն են ծլում, նայեք, արդեն պիկերովկա արած, ինչքան փարթամ են, գեղեցիկ են, կանաչ են, եւ մեծ մասը արդեն տեղափոխել ենք փոքր ջերմոցի մեջ, երևի 2 շաբթի, 3 շաբթի օրվանից արդեն սկսենք գազանյան պիկերովկա անել, այս տարի այնպես ենք ցանել, որ սենց հերթականությունում լինի մեր պիկերովկան, միանգամից շատ չլինի։ Այստեղ ամուսինս արդեն արկղները պատրաստել է, հիմա ցանելու ենք մեր բարխծիները, արդեն ձեզ ասել եմ ոնց ենք սարքում հողը եւ ինչպես ենք ցանում մեր սերմերը սիրելիներս, հեսա նաեւ ցույց կտամ, թե բարխծի ինչ սերմեր ունենք, քանի որ բարխծի վեգետացիան 2 ամիսա չէ, համ լինում 2 ամիս հետո սկսում են ծաղկել, դրա համար մի քիչ ուշ ենք ցանում, որովհետեւ այս տարի մի տեսակ գարունը երկար կտևի, որովհետև շատ է ձյունը։ Բարխծի 7 տեսակ ունենք, 7000 հատ մենակ մեր մոտ բարխծին է լինելու։ Այս տեսակի գեղեցկություններ ունենք, մենակ այս տեսակի գլատկի բարդովի չունենք բարխծի այս տարի, բայց ոչինչ, սա էլ կլինի այս տեսակի, օրանժն ու լիմոնն ենք շատ առել, հլը նայեք սա ինչ սիրուն է, Սինքոն սիրուն յորքի դեղին է, ժողովուրդ։ Այս սորտն է և սա ունենք։ Այսօր ցանելու ենք մեր բարխծիները և այստեղ մեր մոտ մնում են, արդեն քիչ սերմեր ցանելու, մեր մոտ մնում է ցինյան ցանելու, ունենք դեղինը ցինյայի, ոնց է կոչվում, բրոնզ։ Սա մեր մոտ մնում է ցանելու ցելոզյաները 3 գույն, գեարգինային միքսը ունենք 1000 հատանոց եւ այստեղ ալիսյում ունենք, էլ չենք ցանի, որովհետեւ տեղից ալիսյումները մեր մոտ այս տարի շատ են։ Հա, ցինյայի այս գեղեցիկ գույնը ունենք, նայեք։
Սա էլ ալիսյումն է։ Սա ցանել ենք կեսը, ինքը բանա, ամպելնին է գալիս։ Էլ ինչ ունենք ցանելու, հա, մեր մոտ մնացել են աստրաները կցանենք։ 3 տուփ աստրաներն են մնացել։ Եվ այսքանը սիրելիներս, հույսով եմ այսօր կհասցնենք այս բոլորը ցանելու, որովհետև արդեն ժամանակն է ցանքի։ Եվ հիմա կսկսենք ցանել մեր բարխծիները։ Հիմա ցանում ենք բարխծին։ Բարխծիները այս տեսակի փոքր ուպակովկաների մեջ են։ Պիտունյաները հիմնականում լինում են փոքր ամպուլաների մեջ։ Հիմա կտեսնենք, դե բոլորս էլ գիտենք, մի տեսակ երկարուկ են բարխծիները, սերմերը։ Մի տուփի մեջ 1000 հատ սիրելիներս եւ ուրախությունով ցանենք, որ մեր ծաղիկները լավ ծլեն։ Եվ այսպես սիրելիներս, հիմա կցանենք մեր բոլոր սերմերը, որ մնացել են արդեն։ Այսօր ես էլ եմ ցանելու անպայման, բարխծի մի սորտն է ես կփորձեմ ցանել։ Մի մոռացեք բաժանորդագրվել եւ լայք դնել սիրելիներս։ Այսքան իմ սիրելի հետևորդներ, լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։